նախ այսպես օրակարգային հարցերի վերաբերյալ իմաստավորի ազգային ժողովում այսօր տեղի ունեցողի Փաշինյանը ազգային ժողովում է իր անթաքույց օրակարգով զիջումների մասին, հայ առաքելական եկեղեցին մերժելու եւ այլն, միայն այսպես ձեռքները սեղանին խփելը եւ հակադարձելը, այս փուլում բավարար է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար։ Գիտեք, ես կարծում եմ խնդիրներն այնքան խորն են, որ հիմա խոսել խորհրդանական ընդդիմության մարտավարության մասին, այդտեղ չի պրոբլեմ, էլի։ Պրոբլեմը շատ ավելի խորն է, որ տարիներ շարունակ, երբ որ ազգային ուժերը, ազգային գործիչները սոս են հայտարարել, նշել են, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը գնում է դեպի գահավիժում, հասարակության մի հատվածը կամ դա չի լսել, կամ չլսելու է տվել։ Եվ դժբախտությունը նա է, որ այսօր նոր Փաշինյանը գնում պարլամենտում, ասում է չորրորդ հանրապետությունը փաստացի իրողություն է, մեկ էլ տեսնում ես Facebook-ում, վայ, վու, ես ինչ եղավ։ 8 տարի նույն բանն ենք ասում։ 18 թվականի Սերժ Սարգսյան հանրապետական մերժելով սկսել է դեպի չորրորդ հանրապետություն, ըստ իմ կարծիքի, ոնց ասեմ, Ադրբեջանի եւ Թուրքիայի նարատիվներով հանրապետություն կամ թուրքական վիլայեթացում կամ ադրբեջանացման գնալու ճանապարհը։ Այսօր է Փաշինյանը ասել, որ անկախության հռչակագիրից հրաժարվելու է, չէ, բազմաթիվ անգամներ ասել է, չէ։ Դիմադրության շարժման ժամանակ ասել ենք, ՀՓՇ-ի ժամանակ ասել ենք, Սրբազան իրաշարժման ժամանակ ասել է, այդ ընթացքում միշտ ասվել է, այս նախընտրական փուլում ասվել է։ Հիմա ես չեմ ուզում ընդդիմությանը դառնամ, կարծում եմ իրանք իմ փաստաբանության կարիքը չունեն, բայց ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ։ Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ պետք է գործեն ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում։ Հիմա ես չեմ ուզում էլի հետ գնամ։ Ես կարծում եմ, որ շանսը եղել է 24-25 թվականի այդ իմպիչմենտի գործընթացը, երբ որ էփվում էր ոչ թե ստորագրություններ դնելով պետք է լիներ, այլ պետք է փորձենք, մենք բոլորս, ես ինձ էլ եմ ասում, փորձենք ավելի գեներացնել պայքար, որը չի ստացվել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, եւ երկրորդը, երբ որ հիմնական ընդդիմադիր ուժերը կամ առաջամարտիկ ընդդիմադիր ուժերը գոնե այսօրվա հայտարարեցին ընտրություններով փոխելու մասին, էլի չեմ մեղադրում, միգուցե միամտություն ա եղել, բայց մենք ասենք, որ եթե փողոցը հանգիստ է, Փաշինյանն ունի Արևմուտքի եւ Թուրքիայի խոր աջակցությունը, դժվար է ակնկալել, որ հունիսի 8-ին մենք ունենանք ուրիշ վարչապետ։ Մենք դրա մասին ասել ենք, բայց միևնույն ժամանակ ասել ենք, միևնույն ժամանակ պայքարել ենք, օժանդակել ենք, օգնել ենք, հիմա ինչ, Զարա ջան, ասա։ Կա հիմա այս պահին։ Անցյալի սխալները հաշվի առնել։ Դա մենակ սխալներով չի, ես չեմ ուզում ընդդիմության ասեմ սխալներ։ Այդ Հայաստանի ո՞ր իշխանությունն է ունեցել Արևմուտքից այնց աջակցությունը։ Ինչ ուզում անում են, ասում են ժողովրդավարության բաստիոն։ Վեհապարին Ավազյանի անունով դիմում են, մեկը ծպտուն չի անում։ Հռոմի Պապի մեկը կար Ավազյանի անունով դիմի։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա ինչ պետք է արվի, չգիտեմ։ Իսկ Տիգրան ճանապարհը նույնն է, պետք է փորձել դուրս գալ այս հուսահատության վիճակից, խորը հաշվարկել եւ հասկանալ առհասարակ հասարակության մեծամասնությունն ինչ է ուզում։ Մեծ մարդիկ հղում են անում հասարակության մեծամասնությանը, ասում են՝ «Վայ, հասարակությունը էս ասում, այն ասում»։ Մենք պետք է համոզիչ դառնանք։ Ամեն օր մենք շանսը կորցնում ենք։ Եվ այո, դժբախտաբար երրորդ հանրապետության գահավիժումը նոր չի որ սկսվել է։ Եթե մենք անկախության հռչակագրից հրաժարվում ենք, եթե մենք ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվում ենք, Փաշինյանը ուղիղ խախտում է այսօրվա սահմանադրությունը, անկախության հռչակագրում եւ Արևմտյան Հայաստանա գրած, եւ ցեղասպանության սատար կանգնելա գրած, եւ դեկտեմբերի 1-ի որոշման մասին է գրած, տեսակ, լավ բաների մասին խոսեցի, հաշվությանն եկավ։ Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանը բացեի ասացում է, որ Տիգրանաշենը հայկական տարածք է, միևնույն ժամանակ խոսում է ներողություն ադրբեջանական տարածք է, ներողություն։ Բայց տեսեք, հիմա Տիգրանաշենը Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանի մեջ է մտնում։ Ինչպես է ստացվում, որ այն ադրբեջանական տարածք է համարում։ Նիկոլ Փաշինյանը ասում է այն, ինչ որ Բաքուն հրահանգում է։
Այսօրվա Հայաստանի իշխանությունը իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի 30 տարվա նարատիվների իրականացումը։ Որևէ իրավական հիմք չկա, որպես պատմաբան եմ ասում, 91 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրի ստորագրման ժամանակահատվածում Տիգրանաշենը եղել է սովետական Հայաստանի դե յուրե մաս։ Եվ թող իրավական հիմքերը ներկայացնեն։ Այդ ինչ իրավական հիմքով է, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածք, եթե դելիմիտացիա դեմարկացիա չի արել, ո՞նց է ինքը նման բան հայտարարում։ Նիկոլ Փաշինյանը մի բան պետք է աներ, ցանկացած ղեկավար 240 քառակուսի կիլոմետրը, որը ադրբեջանական օկուպացիայի տակ ազատագրել։ Ինքը դա չի արել։ Ասում է վեհապար Արցախից խոսում է, կամ եկեղեցին Արցախից խոսում է, դա պատերազմի անոնս է։ Վաղն էլ ասում է, եթե ասում եք Տիգրանաշենը հայկական է, դա էլ է պատերազմի անոց, եթե կանգնեք ասեք 240 քառակուսի կիլոմետր օկուպացիան թող ադրբեջանցիք դուրս գան, դա էլ է պատերազմի անոց, մյուս օրը եթե Մեսրոպ Մաշտոցից խոսենք, դա էլ է պատերազմի անոց, եթե խոսենք Սարդարապատի ճակատամարտին, դա էլ է պատերազմի անոց, ու ասել սիրուն հավեսով գնում ենք դեպի Բաքվի իրականություն։ Սա է խնդրեմը։ Ես ընդդիմությանը չեմ մեղադրում։ Լավ, հուսահատական։ Այսօր շատ բան է, էլի, հուսահատական չի, իրատեսական է, այսքան։ Իրատեսական է, լավ, իրատեսական այլընտրանք էլ չէ պիտի լինի։ Այլընտրանքը ասում ենք։ Այլընտրանքն ասում ենք։ Ոչ միայն փողոցի, անելիք է, մինչև ժողովրդին որպեսի փողոց անես, պետք է դու ասես A, B, C, դու ինչ ես անրաչարկում։ Ժողովրդին որպեսի դու փողոց անես, դու պետք է ծրագիր ներկայացնես։ Ես այդ ծրագիրը ընդհանուր առմամբ նոր բան չպետք է լինի, պետք է լինի փողոցային ճնշում, պարլամենտում անվստահության հայտնում, առաջին մի տարում դա անհնար է, ըստ սահմանադրության։ Ինքը պետք է հրաժարական տա։ Հիմա ես որ կանեմ ասեմ, վաղը չեմ մյուս օրը իշխանափոխությունն ալու, ինձ կհավատաք։ Այլընտրանքը ընդվզումն է, այլընտրանքը պայքարն է, այլընտրանքը դիմադրությունն է, այլընտրանքը համոզումն է։ Մենք չպետք է մեր իդեալներից հրաժարվենք։ Եթե ես աշխարհում մնամ միակ մարդը, կարծում եմ միակը չեմ, շատ մարդիկ են, բայց եթե ես մենակ մնամ, էլի կասեմ, որ Արցախը օկուպացված է։ Արցախը Ադրբեջան չի, Արցախը այսօր օկուպացված է։ Եվ այդ բանը ես որ ասել եմ, ադրբեջանցիք մի հատ մեծ իրանց ամենաառաջին սայթում մի հատ մեծ բան էին, նյութ էին գրել։ Բայց այնտեղի գոնե ադրբեջանցիք էլի մի հատ ճիշտ բան էին գրել, ասում Շարմազանովի վիցեսպիկեր եղած ժամանակ Հայաստանի պարլամենտում ոչ թե ինձ այդ ժամանակաշրջանը Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ երբեք չէի կարող ոչ միայն խոսել, այլ նաև մտածել, որ Արցախը Ադրբեջան կլինի։ Փաստը նույնիսկ ադրբեջանցիք են փաստում, որ Սերժ Սարգսյանի հանրապետականի ժամանակ մեր պաշտոնյալին եղած ժամանակ մենք այնպես ենք պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը, որ որևէ մեկի մտքով նույնիսկ Ադրբեջանում հասկանում էին, որ չի կարող լինել նման բան, խոսույթ։ Իսկ այսօր ինքը բառացի, ինքը որորով Նիկոլ Փաշինյանն երեխեք սափրվել է, ինքը այլևս ազնիվ է։ Սափրվելուց հետո ինքը ոչ մի բան չի թաքցնում։ Մինչև սափրվելը կասեր Արցախը Հայաստանը եւ վերջ կգնար կծնկարես կաներեք ձեռքերս կկտրեմ ես սափրվելուց հետո պրյամոյս մարդը սաղ ասում է։ Սա քյարքին Ադրբեջանը բանը վեհապարը պետք է բանից չխոսա, Արցախից չխոսա, այս բանը սենց անենք, այն բանը նենց անենք, Ադրբեջան ՕԴԿԲ-ին սողմես հանեն, ԵԱՏՄ-ն պետք չի, Ռուսաստանը պետք է այս բանը հանի տա, մենք գնում ենք դեպի ինտեգրվում ենք դեպի անունը տրիպաբաց թուրքական աշխարհ։ Մի հատ հիշեք, սափրվելուց հետո մի հատ այդ մարդը մի հատ կռուտի տարել է, չէ, պարզ կոնկրետ ասում է։ Ինքը ջոգեր է, որ արդեն կամ է Եվրոպայից կամ Թուրքիայից ասել եմ մենք ու սրտին։ Ես կրկնում եմ, այսօր խնդրեմը շատ մեծ է։ Մենք օրի գնում ենք գահավիժման։ Մեր երրորդ հանրապետությունը եւ պետք չի իլյուզիաներով ապրել, ասել ամեն ինչ լավ է, 2 ամիս հետո կգնա։ Երեք ավելի լավ էր, քան թե այսօր։ Դրա համար եմ ասում, ես կոչ եմ անում, ես ամառն էլ ասում եմ, մարդիկ խելքի գան, հասկանանք ինչ ենք անում, եւ թույլ չտանք, որ գոնե Տիգրանաշենը հանձնվի, ել չեմ ասում, մենք մի խնդիր պետք է անենք, Զարա ջան, հարցը տվիր, ասեմ վերջի գլխին։ Այսօր մենք ունենք մի խնդիր, բոլոր ազգային ուժերով, գործիչներով, թույլ չտալ սահմանադրության փոփոխություն։ Եթե կարող են պարլամենտում այդ մի քանի падգամավորը չլինեն, շատ ավելի պայծառ։ Եթե Աստված չանի մի քանի падգամավոր գնան իշխանության կողմը, պետք է հասարակությունը իր քվեարկությամբ, իր ձեռով հայերորդ հանրապետության դագաղի վերջի մեխը չմեխի։ Ժողովրդի ձեռքերում է, իհարկե, ես բանը պատասխանատվություն ժողովրդի վրա չեմ գցում։ Քաղաքական էլիտայի, քաղաքական գործիչների ձեռքներից շալ բան կա։ Մենք պետք է դա քարոզենք, դուք պետք է քարոզեք, բայց ամեն ինչ որոշվելու է ռեֆերենդումի ժամանակ։ Քանի դեռ դե յուրե
Սահմանադրությունը գործում անկախության հռչակագիրը կա, հույս կա, որ մենք կարող ենք պահպանել այս ազգային պետականության փշրանքները։ Դրա համար բոլոր ուժերի հայացքը դրան պետք է ուղղված լինի։ Պետք է ներքաղաքական տարաձայնությունները, ընդդիմության վրա գլորոցիները, ես պարլամենտում չեմ, տեսեք ազատացնում, ոչ էլ իմ կուսակցականներն են ընդ։ Բայց պետք չէ լի առավոտից ասեն ընդդիմությունը բան չի։ Այս որ ապեն ընդդիմությունը արդյունավետ չի։ Իրանք որ ընդեղը լինեն ինչ էին անելու արդյունավետ։ Հələ մի հատ թող հարց տան։ 12 տարվա պարլամենտական գործիչ եմ։ Ընդդիմության գործիքը ո՞րն է։ Հələ որ այդ մարդիկ խոսում են, հարց են տալի, ասում են։ Մի թիվ 1 խնդիրը պետք է լինի թույլ չտալ սահմանադրության փոփոխություն, այսքանը։ Շնորհակալություն։